Եթե դա չարվի, 10 տարի հետո Հայաստանը երանի է տալու ֆարերների հետ ոչ ոքի խաղալու։ Կոնկրետ Եղիշե Մելիքյանի փոփոխությամբ կամ Արմեն Մելիք-Բեկյանի փոփոխությամբ բան չի փոխվի, բա ում փոխելով է այս ֆուտբոլում ինչ-որ բան փոխվի։ Այս ժամանակահատվածը հայկական ֆուտբոլի ամենախայտառակ ժամանակահատվածն է։ Ով էր խանգարում, որ 19 թվականին ֆուտբոլային ընտանիքը չքվեարկեր Մելիք-Բեկյանի օգտին։ Ես այն ժամանակ աշխատում էի Փյունիկ ֆուտբոլային ակումբում, մեզ իշխանությունից զանգեցին եւ ասացին այս մարդուն պետք է ընտրեք որպես գործկոմի անդամ։ Ես պարոն Մելիք-Բեկյանին խոստում էի տվել, բայց ես չընտրեցի իրեն վերջին օրերին որոշումս փոխեցի երկու հանգամանքով պայմանավորված։ Նախ որ զգացի, որ ՔՊԱ-ական իշխանությունը մտնում է ֆուտբոլ, ով է ավելի շատ պարոն Հայրապետյանի հետ աշխատել։ Արմեն Նիկողոսյանը։ Մելիք-Բեկյանը, Նիկողոսյանը, չէ, երկար են, չէ, աշխատել։ Տեսնում եմ հիմա process է գնում ֆեդերացիայի ներսում։ Ու ինձ զարմացնում է, որ մարզական լրագրողները այս մասին չեն գրում։ Ինչու չեն գրում։ Եկեք մենք մեր քայլը անենք ու տեսնենք իշխանությունները ինչ են անում, ու նորից ինձ կհիշեցնեք Մարկ Տվենի ասածը։ Ողջույն սիրելի ֆուտբոլասերներ, ինձ թվում է այսօր մենք շատ հետաքրքիր ֆուտբոլային զրույց ենք ունենալու, խոսելու ենք, եթե կարելի այդպես ասել, իմ գոլեգայի Թաթուլ Հակոբյանի հետ, մարդ, որը իմ ամենահարգելի լրագրողներից է, ինձ սիրով եմ կարդում ձեր հոդվածները եւ նաեւ շատ ֆուտբոլասեր, ֆուտբոլային մարդ եք։ Ներկայացնեմ, որ չնայած շատերը երևի գիտեն, որ 8 տարի դուք ունեք ֆուտբոլային ակումբ Հայաստանի սահմանամերձ գոտում նոյեմբերյանում եւ ձեր մանկապատանեկան թիմերը խաղում են Հայաստանի առաջնություններում։ Ինչպես եղավ այդ որոշումը զբաղվել մանկապատանեկան ֆուտբոլում, այն էլ այդ դժվար տարածաշրջանում։ Դե ես մինչև 20 տարեկանը ֆուտբոլ եմ խաղացել։ Հետո ինձ ասացին, որ ես չեմ կարող լավ ֆուտբոլիստ դառնալ, եւ ես որոշեցի դառնալ ֆուտբոլային մեկնաբան։ Դրա համար ընդունվեցի համալսարան։ Ես շատ լավ էի սովորում նաև, իմ մանկությունը անցել է նոյեմբերյանի ֆուտբոլի դաշտում եւ գրադարաններում, ես շատ գիրք էի կարդում եւ շատ ֆուտբոլ էի խաղում։ Շատերը մտածում են, որ սրանք իրար հետ կապ չունեն, որովհետեւ ֆուտբոլ եւ գիրք կարդալ մի քիչ շատերի համար անհասկանալի, բայց ես այդպեսին էի։ Ուզեցա դառնալ ֆուտբոլային մեկնաբան, բայց հետո սկսեց Ղարաբաղյանը շարժում, պատերազմ, հետո դարձա այլ մեկնաբան, լրագրող դարձա, լրիվ բացարձակապես կապ չունեցող հակամարտություններ, կոնֆլիկտներ, տարածաշրջան։ Հետո եկավ մի պահ, որ որոշեցի վերադառնալ, հիշեցի, միշտ հիշում էի, որ ես ունեցել եմ երազանք ֆուտբոլիստ դառնալու եւ որոշեցի կյանքիս մյուս հատվածը նվիրել ֆուտբոլին։ Իհարկե այն ինչ որ ես անում եմ, մի կաթիլ էլ չկա ծովի մեջ, բայց դա է իմ հնարավորությունը։ Գիտեք ֆուտբոլը Հայաստանում մի ինդուստրիա է, որը այսպես եկամտաբեր չէ, եւ մարդիկ դրա մեջ մտնում են կամ ամբիցիոզ են, կամ մի քիչ փող ունեն, չգիտեմ ոնց ծախսեն, կամ նվիրյալ են, կամ ահավոր շատ են սիրում ֆուտբոլ։ Ես էլ դրանցից մեկն եմ, բայց կրկնում եմ, ես նույնիսկ չէի ուզում գալ եթեր, որովհետեւ համարում եմ, որ այսինքն ես չպիտի էլի ֆուտբոլի մասին խոսեմ, բայց քանի որ հրավիրեցիք, շնորհակալ եմ։ Ես հրավիրեցի, որովհետև միշտ նաև ձեր ֆուտբոլային այսպես այդ կոմենտներն եմ սիրում կարդալ, միշտ վերլուծություններ եք անում, բացի դրանից իմ կարծիքով այսօր Հայաստանում ֆուտբոլի մեջ ներդնել եւ զբաղվել ֆուտբոլում, հատկապես մարզային այդ հատվածներում դա մեծ աշխատանք է։ Մի քիչ կպատմեք ինչպես է ընթանում այդ ֆուտբոլի զարգացումը ձեր ֆուտբոլի զարգացում չկա եւ չի կարող լինել։ Ձեզ մոտ։ Հա, ես անկեղծ պիտի ասեմ, չի կարող լինել հատկապես մարզերում ֆուտբոլի զարգացում, եթե չկան ակադեմիաներ, մարզային ակադեմիաներ։ Այն ինչ որ մենք անում ենք, դա շատ ժամանակավոր մի բան է, ուղղակի երեխեքը ֆուտբոլ են խաղում, շատ դեպքերում խաղում են ցեխի մեջ, խաղում են դաշտերում, որտեղ կանաչ չկա, խայտառակ վատ դաշտերում, մանկապատանեկան մարզային։ Ես Հայաստանը ման եկող մարդ եմ եւ ուր որ գնում եմ, միշտ հարցնում եմ, ասում ֆուտբոլ, առաջի բանը որ հարցնում եմ, ասում ֆուտբոլի դաշտը ձեր որտեղ է, որտեվ սովետական միության ժամանակ
գրեթե բոլոր գյուղերում կար ֆուտբոլի դաշտ։ Եվ երբ որ ես գնում եմ այդ ֆուտբոլի դաշտեր, ես հասկանում եմ, որ Հայաստանում ֆուտբոլը չի կարող զարգանալ, եթե չկա ֆուտբոլի զարգացման ամենակարևոր պայմանը։ Հիմա լողը կարող եք դուք զարգացնել, եթե չկա լողավազանի եւ ջուր, չեք կարող, չէ՞։ Նույնն էլ ֆուտբոլն է։ Եվ այդ իմաստով մարզերում ուղղակի խայտարակ վիճակ է։ Իհարկե ես մի կողմ եմ թողնում Շիրակ ֆուտբոլային ակումբին, որը ավանդույթներ ունի, որը մարզային է, բայց նա արդեն լուրջ ակադեմիա է։ Մնացած տեղերում կարող եմ ասել, որ խայտարակ պայմաններ են, ուղղակի չկան պայմաններ։ Եվ եթե մենք ուզում ենք հիմա գիտեմ այդ հարցը տալու եք դրան տարա, եթե մենք ուզում ենք ֆուտբոլը Հայաստանում զարգանա ինստիտուցիոնալ ձևով, բոլոր մարզերում եւ բոլոր քաղաքներում պետք է լինեն մեծ ու փոքր ակադեմիաներ։ Հիմա, չգիտեմ, ամենամեծ ակադեմիան հիմա որն է, Ուրարտուն է երևի, մի քանի հազար, 2000, չգիտեմ, թվերը կարող է սխալվեմ, մարզային ակադեմիաները, քաղաքային ակադեմիաները կարող են լինել 100-150, բայց պետք է ուրեմն ակադեմիաներ եւ պետք է պետության լրջագույն միջամտություն, լրջագույն ներդրումներ։ Եթե դա չարվի, 10 տարի հետո Հայաստանը երանի է տալու ֆարերների հետ ոչ ոքի խաղալու։ Բոլորը գալու են մեզ անցնեն, հիմա արդեն իսկ մեզ անցնում են։ Նկատել եք, չէ՞, այս առաջնությունում ֆարերները ինչ խաղ ցուցադրեցին, քանի հաղթանակ տարան, չէ՞։ Մենք հետ ենք եւ մենք ուղղակի ցանկություններով ենք առաջնորդվել։ Այ որ այս մարզիչը գա հավաքականի, լավ կլինի։ Այ եթե դրսից բերենք, ճիշտ կլինի, չէ, տեղացի պիտի լինի։ Այ իսկ եթե ֆեդերացիայի նախագահին փոխենք, բոլոր հարցերը լուծվելու են։ Իհարկե, այդ ամեն ինչը կարևոր է, նշանակություն ունի, բայց basic բաները, որ մենք պետք է անենք, դա մենք չունենք մարզադաշտեր Երևանում եւ մարզերում հատկապես եւ մենք չունենք պետության միջամտություն։ Պետությունը 0 գումար է ծախսում ֆուտբոլի վրա։ Ես չեմ ասում, որ պետությունը պարտավոր է գումար ծախսել, անկեղծ ասած ես չգիտեմ, օրինակ նետաձգության վրա ծախսում է, թե չի ծախսում, կամ վատերպոլ, այսինքն ջրագնդակի վրա ծախսում է, թե չի ծախսում, բայց եթե պետությունը ակնկալում է, որ մենք ունենանք լավ հավաքական, պետք է մեծ ներդրումներ արվեն հայկական ֆուտբոլում։ Ֆուտբոլի ֆեդերացիայի այդ ծրագրին, որ պետք է կառուցվեն դաշտեր, եթե չեմ սխալվում, սկզբում 700 քանիսեր չէ նշված, Տավուշի մարզում քանի դաշտ է կառուցվել։ Քանակով չգիտեմ, բայց ես կարող եմ ասել, օրինակ մեր տարածքում որտեղ է կառուցվել եւ Բագրատաշենում է կառուցվել է Բերթավանում, կառուցվել է Կողբում եւ կառուցվել է Կոթիում։ Կարծում եմ բավականին արդար է տեղաբաշխվածությունը եղել, հաշվի առնելով աշխարհագրորեն եւ այս փուլում արդեն խոտածածկը պատրաստ է նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտի։ Ճիշտ է, հանդերձանը խայտարակ քարուքանդ վիճակում է, ամոթալի վիճակում է, բայց բավականին լավ վիճակում է։ Ես նոյեմբերյանի նախկին շրջանի տարածքով կարող եմ ասել, որ ճշգրիտ լինեմ։ Այդ 4 դաշտն է կառուցվել, նրանցից մեկը արդեն չկա, ուրեմն Բագրատաշենի դաշտը չկա, չգիտեմ, տեղը ինչ որ այլ բան են կառուցել, այդ դաշտը ուղղակի գոյություն չունի, մնացել է 3-ը եւ նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտը, որի խոտածածկը նոր են դրել, բավականին լավ վիճակում կլինի արդեն գարնանը, բայց մի բան է խոտածածկ ունենալ, այլ բան թե ով պետք է այդ խոտածածկը պահի, որտեղ 2015 թվականին պետբյուջեով նոյեմբերյանի մարզադաշտը կառուցվել է եւ մի տարի հետո ուղղակի ամտերության է մատնվել։ Հիմա մենակ կառուցելը չի, էլի կարևորը թե ով է պահելու այդ դաշտը։ Իսկ այդ 3 դաշտերը, որոնք կան, ասացիք, բացի Բագրատաշենից, օգտագործվում են։ Դրանք ես նկատի ունեմ այդ 20-40 դաշտերը, որ ասում եք, դա նկատի ունեմ։ Այդ դաշտերում մենք էլ ենք խաղացել, երբ որ ունեցել ենք փոքր տարիքի թիմ, հիմա չենք խաղում, այդ տարիքի թիմ չունենք, բայց այո, օգտագործվում են։ Կարծում եմ, որ Կոթիի դեպքում դժվարանում եմ ասել, որովհետև չեմ գնացել, չեմ տեսել, բայց եւ Բերթավանում եւ Կողբում սրանք երկուսը միասին ունեն մոտորապես 9000 բնակիչ, խոշոր Հայաստանի երկու խոշոր գյուղերն են 3 կիլոմետր հեռավորության վրա, ինչքան որ տեսել եմ, այո, միշտ երեխաներ կան, միշտ եւ դա ինչ որ իր հետ բերում է նաեւ, որ եւ Կողբից եւ Բերթավանից ամեն տարի էլի Հայաստանի մանկապատանեկան թիմեր խաղում են։ Դա նշանակում է, որ արդյունք տվել է։
Սա կարող եմ ասել։ Ես չեմ ուզում շատ բան անեմ, էլի, նսեմացնեմ այդ ֆուտբոլի դաշտեր կառուցելու, որ շատերի մոտ նկատվում է, կարծում եմ դա կարևոր էր։ Բայց դա իհարկե բավարար չի։ Հայաստանի ֆուտբոլի այսպես կառավարման պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանում բազմաթիվ անգամ եղել են մարզադաշտերի կամ դաշտերի վերակառուցում, որոնք, ինչպես նշեցիք, հնարավոր է նոյեմբերյանում է լինի, որ չօգտագործվելու կամ ինչ ուրիշ խնդիրների պատճառով մոռացության են մատնվել եւ ամբողջ աշխատանքը ջուրն է գնացել։ Հիմա կոնկրետ, քանի որ դա ձեզ մոտիկ թեմա է, որքանով է նոյեմբերյանի մարզադաշտը, ոնց որ մտածված առաջիկա տարիներին ինչով է դա օգտագործվելու եւ նայեք, ես ասեմ ձեզ, պարզ ասեմ, ես 3 անգամ դիմել եմ նոյեմբերյանի ավականուն, որպեսզի նոյեմբերյանի մարզադաշտը 25 տարի ժամկետով տրամադրվի Դովեղ ֆուտբոլային ակումբին եւ խոստացել եմ, որ ներդրումներ կանեմ, ներդրումներ կբերեմ։ 2 դեպքերում ինձ մերժել են։ Ինչ պատճառաբանությամբ։ Չգիտեմ, անհասկանալի պատճառաբանությամբ տարբեր բաներ էին ասում էին սրա օգուտը որն է։ Գիտեք, երբ որ մարդիկ չեն հասկանում ֆուտբոլից հեռու են, երբ որ ինչ-որ մի լավ բան ես ուզում անել, առաջի հարցը որ տալիս են, ասում են, մեջը ինչ կա, մեջը փող կա, փող չկա։ Էս որ էս ինչ փողեր է, որ գալու է այստեղ։ Ուրեմն, եթե ինքը ներդրում է անում, նշանակում է ինքն էլ ինչքան է տանում։ Շատ այդ սովետական շրջանի այդ մտածողությունը կա։ Էս ուրեմն նոյեմբերյանի ուրեմն ավականին մեկ բան արեց, հավանություն տվեց, այո ասաց դաշտը մեզ տալուն, բայց պայմանագիր չկնքեց։ Չգիտեմ ինչու, պայմանագիր ինձ հետ չկնքեց եւ չգիտեմ, ես շատ կուզենամ, որ այդ դաշտը տրվի որևէ ֆուտբոլային ակումբի, թողին չտան, եթե չեն ուզում թողին չտան, բայց մի ֆուտբոլային ակումբի, որովհետեւ եթե չտան ֆուտբոլային ակումբի, 1-1.5 տարի հետո այնտեղ դաշտ չի լինելու։ Իսկ որը ֆուտբոլային ակումբներն են պատրաստ վերցնել, կա խոսակցություններ։ Ես տեղյակ չեմ, ես կարող եմ ասել, որ ես պատրաստ կլինեմ վերցնելու, ինչը նշանակում է դաշտը պահել լավ վիճակում, այսինքն այնպիսի վիճակում, որ դա կարող է համապատասխանել առաջի լիգայի խաղեր անցկացնելու։ Ես գիտեմ, որ ձեր ակումբը ունի հովանավորներ, եթե գաղտնիք չէ, տարեկան որքան բյուջետ է հարկավոր, որպեսզի պահել մանկապատանեկան։ Նայած թե քանի թիմ եք։ Դուք 4 թիմ եք, չէ՞, այս տարի։ Չէ, այս տարի շատ քիչ ենք պահում մենք, եղել է 3-2-1 շատ քիչ ենք մենք պահել։ Մոտավորապես մեկ թիմի վրա մեր ամբողջ ծախսերը կազմում են ընդամենը 5 միլիոն դրամ։ Մեկ թիմ պահելու համար, 2 թիմի դեպքում 10 միլիոն դրամ, դե այդտեղ ինչ գումարների մասին է խոսքը։ Խոսքը հիմնականում մարզիչներին վճարելու մասին է եւ խաղերի գնալու այդ ծախսերի մասին է։ Մանկապատենեկան ֆուտբոլը այդքան շատ մեծ ծախսատար չի։ Որտեղ եք դուք մարզվում եւ խաղում։ Մենք, քանի որ որոշ հատվածում մարզադաշտը վերանորոգման փուլում էր, այս պահին մենք մարզվում ենք Բերթավանում կամ Կողբում, խաղում ենք Կողբի գյուղական մարզադաշտում, այդտեղ ենք մենք խաղում, որը ինչպես Հայաստանի մարզային դաշտերի մեծագույն մասը բնականաբար չի համապատասխանում ֆուտբոլային դաշտի չափանիշներին։ Խոտ չկա, պայմաններ չկան, հանդերձարանը վատ վիճակում է, բայց դա համատարած է։ Համատարած է Հայաստանում նորմալ ֆուտբոլային դաշտ նկատի ունեմ մարզերում չկան ուղղակի։ Այն որ մարզային ֆուտբոլը հատկապես գյուղերում շատ վատ է, մշտապես խոսվում է, եւ այն որ ֆուտբոլը ունի այդ միավորող ուժը, որ հատկապես երեխաներին կրթելու, մարզելու։ Ես հիշում եմ 14 թվականին Հադրութում, երբ դաշտ էր բացվում, Հադրութ քաղաքում արհեստական դաշտեր, դա այդ փոքրիկ քաղաքի համար տոն էր երեխաների համար։ Ես այդպիսի բան չէի տեսել, որ ոնց որ աշխարհի առաջնությունը լիներ, բայց իհարկե առաջընթաց մենք չենք տեսնում, որ մարզային ֆուտբոլը զարգանա։ Ասացիք պետությունը 0 գումար է ներդնում։ Դուք ունեք պատկերացումներ, թե օրինակ ինչ մեխանիզմներ կարելի է ներդնել։ Շատ լավ պատկերացում ունեմ։ Ես ասացի, որ իմ ներդրումը հայկական ֆուտբոլում ծովի մեջ մի կաթիլ էլ չէ, բայց ամեն դեպքում, երբ որ դու 8 տարի, 9 տարի, անկեղծ ասած դրանից էլ միջև ֆուտբոլային ակումբ հիմները 2-3 տարի նաև մեկ այլ թիմի եմ ես օգնել իմ համեստ միջոցներով, որպեսզի այդ թիմը չփակվի, հա, բայց 8 տարի արդեն լինելով ուղակի ֆուտբոլի մեջ, բնականաբար ես հասկանում եմ ֆուտբոլային ինդուստրիայից։ Ասենք այն մարդը, ով ներդնում է $10 միլիոն, նա էլ է հասկանում,
ես որ դնում եմ 10 միլիոն դրամ, ես էլ եմ հասկանում, որովհետև ինքը բանը նույնն է, էլի, մոտեցումը նույնն է։ Դրա համար նաև կարող եմ, այո, իմ պատկերացումներն ասել։ Սկզբունքը պետք է լինի հետևյալը, եթե ակումբը ենթադրենք տարեկան ծախսումը օրինակ թիվ բերեմ 1 միլիոն դրամ, պետությունը կարծում եմ պետք է ինքը ներդնի առնվազն եւս 1 միլիոն դրամ։ Շատ պարզ ձև եմ առաջարկում, տեսնում է, որ X ֆուտբոլային ակումբը, ընդ որում սա չի վերաբերում միայն մարզային ֆուտբոլին, որտեվ ես չեմ ուզում նաև, որ մենք կենտրոնանանք մարզային ֆուտբոլի վրա, նույնը վերաբերում է մեծ ֆուտբոլին, չէ՞։ Դուք ֆուտբոլային մարդ եք, դուք լավ գիտեք, որ այդ ներդրողները միլիոնավոր դոլարներ են ծախսում եւ հետո թողում գնում են կամ նրանց այնպես են անում, որ նրանք թողում հեռանում են։ Դրա համար եմ ասում, պետության միջամտությունը չափազանց կարեւոր է։ Կամ պետությունը դնում է ենթադրենք 1 միլիոն դրամ, ես դնում եմ եւս 1 միլիոն դրամ, պետությունն ասում է, ես 1 միլիոն էլ էլի կավելացնեմ։ Այսինքն պետությունը նայում է ու բոլորս աշխատում ենք մաքուր։ Դա Վրաստանի մեխանիզմն է, չէ՞։ Այո, ես Վրաստանի, ես բան չհայտնաբերեցի, շատ պարզ մեխանիզմ է։ Իհարկե կարելի է այս մեխանիզմը նաև բարդացնել, չգիտեմ, այլ կողմեր գտնել, բայց տվյալ դեպքում ես ասում եմ ակումբ եւ պետություն հարաբերությունների մասին, ընդ որում հաշվի առնելով մեր պետական բյուջեի այսօրվա չափը եւ ֆուտբոլային հատկացների այդ գումարները, դրանք շատ, այսպես ասեմ, էականորեն ճնշում չի լինի մեր պետական բյուջեի վրա։ Կրկնում եմ, պետությունը կարող է որևիցե ձևով չֆինանսավորել ֆուտբոլին, բայց կներեք, այդ դեպքում թող բան չանի, ինչ-որ պատվերներ չիջեցնի, սպասելիքներ չձևավորի, չասի, որ 2050 թվին, չգիտեմ, դուք ինչ եք անելու, դառնալու եք, չգիտեմ, ինչ-որ մրցանակակիր եւ այլն։ Բայց եթե նման հավակնություններ ունի եւ եթե այս իմ ասած ծրագիրը վաղվանից կյանք դնում ենք գետնի վրա, հա, մարզադաշտ ենք իջեցնում, մենք կարող ենք ակնկալել, որ օրինակ 15 տարի հետո կարող է Հայաստանի ազգային հավաքականը կարող է, դա երաշխիք չի դեռ, օրինակ դուրս գա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, օրինակ, եւ մենք էլ լինենք այն երջանիկ ազգերից, որ օրինակ գնալու ենք մյուս տարի ժամանակ չմնաց, չէ՞, Միացյալ Նահանգներ, Մեքսիկա եւ Կանադա են, չէ՞ գնալու։ Տեսեք, քանի երջանիկ հավաքականներ կան։ Մենք դրա մեջ չկանք, ու եթե մենք այս բանը չանենք, 10 տարի հետո ավելի խայտարակ վիճակում է հայտնվելու հայկական ֆուտբոլը։ Պետք չի ունենալ պատրանքներ։ Պետք է փող դնել։ Ձեր Facebook-յան այս մեկնաբանություններից մեկում տեսա, որ գրել էիք ֆեդերացիայի նախագահի կամ մարզիչի փոխելով ոչինչ չի փոխվի։ Ինձ այդ գրառումը շատ հետաքրքրեց, բա ում փոխելով պետք է ինչ-որ բան փոխվի։ Դե ես չեմ ասում, որ հիմա նայեք, դուք բերեցիք բանի օրինակը, չէ՞, այդ բորշի օրինակը, որ քո ձեռքի տակ այսինչ բաները կան, ու դու դրանից չես կարող։ Միջև եթերն ենք խոսում, հա, դրա համար լավ հիշեցրեցիք, հա, միջև եթերն ենք խոսում։ Այսինքն հիմա ինչ եք կարծում։ Այն տղաներին, որ իր ձեռքի տակ ունի Եղիշե Մելիքյանը, եթե այդ տղաները վաղը հայտնվեն Պեպի կամ, չգիտեմ, Ժոզեի ձեռքի տակ, Հայաստանի հավաքականը ինչ կարող է անել։ Ինձ թվում է, թե այդ տղաները հայտնվեն Պեպի կոնկրետ ձեռքի տակ, նրանք լավ կաճան, իմ սուբյեկտիվ կարծիքով, որովհետև իհարկե շատ բարձր համատություն արեցիք։ Ես դες հակադարձ հարց տամ, եթե դուք լինեք Եղիշե Մելիքյանը, հենց նրան ենք անձնավորում, որտեղ այս պահին նա է գլխավոր մարզիչը, եւ ձեր կենսագրությանը մեջ դա լինի Վիկիպեդիայում, FIFA-ում, թե ցանկացած տեղ գրվի 9-1, չգիտեմ, թվեր ասենք, հա, 6-1-5-1, որքանով է այդ ամբիցիան գլխավորելու ազգային հավաքականը եւ այդ խայտառակ ցուցանիշները, հակառեկորդները սփոփում մարդու այսպես չէ, դե շատ տխուր է այդ պատկերը, շատ տխուր է այդ պատկերը 9-1-ը, մի հատ էլ 9-1-ը։ Դուք կաշխատեք նման պայմաններում։ Ինձ չէ, ինչի եմ հարցնում, որովհետեւ երբ մենք պարտվում ենք վրացիներին, այսպես մի քիչ բան, հա, մեզ սկզբունքային մրցակցի 9 գոլ բաց թողելով, խաղից հետո ոնց որ այդ խաղության նոխազը գալիս Վարազդատ Հարոյանը, իհարկե խաղության նոխազ չէ, բայց ինքը հայտնվում է եթերում։ Այո։ Հետո դե ներողություն են խնդրում, անցավ գնաց։ Հիմա եղավ այս խայտարակությունը Պորտուգալիայի հետ, իհարկե
առաջնային պատասխանը, որտեղ Պորտուգալիան ուժեղ հավաքական է, բայց 9-1 դա իհարկե ընդհանրապես։ Չէ, արդարացնելու բան չկա, մանավանդ եթե Եվ ով պետք է պատասխան տա, ով պետք է պատասխանատվություն կրի։ Եթե ժամանակին մարզիչներ էին փոխվում, նույն Ռուբեն Հայրապետյանի ժամանակ այսպես ուղղակի ռակերովկա են հանում։ Հիմա նույն մեխանիզմը, եթե դա Պետրակովի վրա ջարդվեց, հիմա բերել են Եղիշե Մելիքյանին եւ կրկին ինձ ուզու ձեր կարծիքն է հետաքրքիր, որ դուք ասում եք կոնկրետ Եղիշե Մելիքյանի փոփոխությամբ կամ Արմեն Մելիք-Բեկյանի փոփոխությամբ բան չի փոխվի, բա ում փոխելով է այս ֆուտբոլում ինչ-որ բան փոխվում։ Դե ես ավելի հայեցակարգային մոտեցում եմ ուզում այս խոսակցությունը տանել այդ ուղղությամբ։ Ես չեմ ասում ոչ մի բան չի փոխվի։ Իհարկե մարդ անհատների դերակատարությունը կարևոր է, բայց պետք է հասկանանք, թե այդ անհատների ձեռքի տակ ինչ բան կա, ինչ բաղադրատոմս կա, որոնցից կարող ենք իմանալ ճաշը համով է, թե համով չի։ Սա է իմ ասած։ Ես չեմ ասում, որ էական չի։ Ես դա չեմ ասում։ Մանավանդ դուք գիտեք, որ ես ֆեդերացիայի 34 անդամների ձայն ունեցող միակն եմ, որ երկու ընտրություններում էլ պարոն Մելիք-Բեկյանին չեմ քվեարկել։ Եվ այդ իմաստով եմ ես շատ հանգիստ խոսում, որտեվ հանգիստ եմ, որտեվ չեն կարող ինձ մեղադրել, որ ես լատենտ Մելիք-Բեկյանին եմ պաշտպանում, հա, թաքուն Մելիք-Բեկյանին եմ պաշտպանում։ Ես սկզբունքներն եմ ասում։ Իհարկե, եթե ավելի ֆուտբոլային մենեջերը ավելի ֆուտբոլային մարդ լինի, լավ մենեջեր լինի, փոփոխությունները կլինեն, բայց համարենք, որ դրանից շատ բան կփոխվի, չեմ հավատում, որ դրանից շատ բան կփոխվի։ Եվ ես չեմ ուզում, որ մենք ֆուտբոլասերներին հերթական անգամ, այսպես ասեմ, հա, մի հատ հաղթանակ տանենք ու ասենք, արդեն լավանալու է, արդեն ամեն ինչ լուծել, չէ, չի լավանալու։ Իմ ասածը հետեւյալն է. եթե պետությունը այն մարդկանց հետ, ովքեր ֆուտբոլում ներդրումներ են անում, իրենց հետ չի աշխատում եւ չի աշխատելու, եթե աշխատի 10-15 տարի հետո մենք կունենանք հաջողություններ։ Եթե չաշխատի, ում ուզում ենք բերենք, ինչ ռակիրովկա էլ անենք, շատ բան չի փոխվի։ Հա, օրինակ կարող է ասենք Հունգարիայի հետ մի հատ այս խմբային փուլի համար եմ ասում, մի հատ ոչ ոքի ավելանենք, բայց մեծ հաշվով շատ բան չէր փոխվի, կամ 4-րդ տեղի փոխարեն 3-րդ տեղը գրավենք։ Սրանով ես չեմ ուզում արդարացնել այդ խոշոր հաշվով պարտությունները, մանավանդ որ մենք Պորտուգալիայի հետ ժամանակին շատ լավ ենք խաղացել, չէ՞։ Մենք նույնիսկ ես հիմա չգիտեմ, եթե մենք արագ-արագ հաշվենք, հավանաբար նախորդ բոլոր խաղերում Պորտուգալիայից այդքան գոլ բաց չենք թողել, ինչքան որ այս վերջի երկու խաղում։ Նախորդ մրցափուլում արտագնախաղում մենք 1-0-1 պարտվեցինք եւ այնտեղ պաշտպանի սխալին, այն էլ Կրիստիանո Ռոնալդոից էր 0-1։ Բայց ես ուզում եմ ձեզ հարցնել, ինչի է ֆուտբոլի հաջողությունները ասոցիացում հավաքականի հետ, որովհետեւ եթե գլխավոր մարզչի գործոնը կարելի է հաշվել, որ այո, մենք սպասում ենք հավաքականից արդյունքներ, բայց հավաքականը դա բոլորս գիտենք այսբերգի վերևն է։ Բայց ինձ թվում է դուք եք ընդունել, որ ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնական գործառույթը դա հավաքականի հաջող խաղերը չեն։ Դուք նոր շեշտեցիք, որ սարսափելի վիճակ է եւ եթե 10 տարում բան չփոխվի, մենք պետք է երազենք ամենաթույլ հավաքականների։ Այո, վերջի այդ բաների հետ կլինենք։ Իսկ գտնում, որ ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնական գործառույթը հատկապես հաշվի առնելով, որ մեզ մոտ ֆուտբոլը քաղաքականացված է, դա բոլորս գիտենք, դա պող կամ մուրջ լինել պետության եւ այսպես կոչված ֆուտբոլի մեջ, այսինքն ներդրումներ բերել, օրենքները հարմարեցնել, որպեսզի ներդրողները չգան ոգևորված 1 տարի դնեն, տեսնեն, որ սա ուղղակի ճահիճ է, դուրս գան, ինչ որտեղ զարգացնեն ինֆրաստրուկտուրաները։ Մենք անընդհատ ասում ենք, մենք չունենք մարզային դաշտեր, մենք չունենք անգամ 1 մարզադաշտ։ Հիմա այսպես հենց պետք է աղոթքով նստենք, սպասենք, որ Նոան կկառուցի մարզադաշտ։ Ինչի պետք է այդպես լինի։ Արդյոք ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի հիմնական գործառույթը դա չէ։ Իհարկե, ես բացարձակապես ես բացարձակապես որևիցե ձևով չեմ ուզում արդարացնել այս ղեկավարությանը, որը կարող ենք ասել, որ տապալել է հայկական ֆուտբոլը։ Այս ժամանակահատվածը հայկական ֆուտբոլի ամենախայտառակ ժամանակահատվածն է։ Զուտ արդյունքներով եթե մենք դատենք, եւ ոչ միայն ազգային հավաքականի, այն ազգային հավաքականը գոնե մեկու մեջ ուրախացնում է մեզ երկրպագուներին, չէ՞։ Իռլանդիային ենք հաղթում կամ չգիտեմ, տարին մեկ։ Նայենք թե փոքր ավելի տարիքային
հավաքականները, երիտասարդականը ինչ արդյունքներ են գրանցում։ Հայտարարք։ Հայտարարք արդյունքներ են գրանցում, այո։ Ես կարծում եմ, որ մի ուրիշ լուրջ խնդիր կա, պետությունը չպետք է միջամտի հայկական ֆուտբոլին, պետության միակ միջամտությունը պետք է լինի ակումբներին օգնելը։ Իսկ այսօր ցավոք, նախկինում էլ այդպեսի դեպ եղել, այսօր ցավոք պետությունը ուղղակի միջամտում է հայկական ֆուտբոլին։ Պետությունը կարող է իր համար ցանկալի տեխնացուներ բերել ֆուտբոլի ֆեդերացիայի կազմ, ու հիմա առաջիկայում էլ մի հատ այդպիսի բան հավանաբար մենք կտեսնենք։ Սարերի հետևում չէ, չխոսեմ այդ մասին, բայց արդեն կտեսնենք։ Ուզում եմ ասել, որ պետությունը եւ ես հիշում եմ առաջի ընտրության ժամանակ պարոն Մելիք-Բեկյանի այդ շարքում այսօրվա ԿՊԱ-կան մի 6-7 հոգի են նստած։ Ինչ գործ ունեն նրանք։ Պարոն Վանեցյանը ինչ գործ ուներ ընդհանրապես։ Պետությունը չպիտի միջամտի։ Պետության միակ միջամտությունը պետք է լինի ֆինանսավորել ակումբային ֆուտբոլը։ Եվ բնականաբար նաև ֆեդերացիան պետք է, այո, աշխատանքներ տանի, լավ չի աշխատում։ Մենք բոլորս դա տեսնում ենք։ Եթե լավ աշխատեր, ապա մենք արդյունքներ կունենայինք։ Բա այդ դեպքում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի անունը մարդը փոխելով ոչինչ չի փոխվում, այդ արտահայտությունն եմ ուզում հասկանալ, եւ ես ուղղակի մի քիչ բացեմ փակեցի։ Ես Մելիք-Բեկյանի մասին ինձ թվում է Մելիք-Բեկյանից ավելի մեծ խնդիր է հայկական ֆուտբոլում Նիկողոսյան Արմենը։ Նայեք, էլի ես չեմ ուզում ինչ որ անպայման անունների վրա կենտրոնանալ, կրկնում եմ, գա հիմա մի տարի ժամանակ է մնացել պարոն Մելիք-Բեկյանին, կգա նորը եւ կարծում եմ մեր ֆուտբոլային ընտանիքը ավելի լավ ընտրություն կկատարի, ավելի ճիշտ ընտրություն կկատարի։ Հիմա ումից ենք բողոքում, որ Իսկ ով է լինելու այդ ընտանիքը անդամները։ Այո։ Դուք անդամների ցանկին լրիվ ծանոթ եք։ Լրիվ ծանոթ եմ, անդամների ցանկին լրիվ ծանոթ եմ։ Ի վերջո 8 տարի լինելով ֆուտբոլի մեջ, նաև ես հետևում եմ նաև հայկական ֆուտբոլին, մանկապատանեկան ֆուտբոլին, ինչքան որ ժամանակս իհարկե բավականացնում է եւ կարծում եմ հասցնում եմ հետևել։ Հիմա ումից ենք բողոքում, որ պարոն Նիկողոսյանն է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ով է իրեն ընտրել։ Ակումբները չեն ընտրել։ Գիտեք ինչ է ստացվում, ամեն անգամ ամեն մի ակումբ ունենալով ակնկալիք, եւ լավ է որ այս խոսակցությունը մենք հիմա բացում ենք, գիտեք, այս մասին շատ չի խոսվում, ունենալով ակնկալիք տվյալ ֆեդերացիայի նախագահից, ամեն ինչ անում է, որպեսզի այս մարդը դառնա ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, եւ հետո ինչ պատճառներով կոնֆլիկտ է առաջանում, ակնկալիքները չեն բավարարվում եւ սկսում է պայքարել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի դեմ։ Ով էր խանգարում, որ 19 թվականին ֆուտբոլային ընտանիքը չքվեարկեր Մելիք-Բեկյանի օգտին։ Ով էր խանգարում, որ ֆուտբոլային ընտանիքը գոնե մեր լավագույն ֆուտբոլիստներից մեկին Արաս Օրոսպիլիսին ոչ թե տար 2-3 ձայն, այլ գոնե տար 5 ձայն։ Այսինքն մենք ընտրում ենք, հետո ինչ որ մարդկանցից բաներ ենք անում։ Հիմա սարերի հետևում չէ, մյուս տարի այս օրերին արդեն մենք ունենալու ենք ֆեդերացիայի նոր նախագահ ընտրելու հնարավորություն։ Եվ թող ակումբները ավելի լավ ընտրություն կատարեն։ Ձեր պատմությունը մի քիչ սկզբից ասեմ, մենք 19 թվականին առաջին անգամ միակ անգամ կոնֆլիկտ ունեցանք, ես հետո ներողություն խնդրեցի եւ հիմա էլ եմ եթերում խնդրում, որովհետեւ դուք ընտրության ժամանակ այսպես այդ ֆեյքերի հանելու հետ կապված արդար ընդվզում արեցիք, ես սխալ հասկացա։ Ես ու դուք եք ունեցել, մենք ենք ունեցել կոնֆլիկտ։ Ես ձեզ, այո, ես նույնիսկ հիմա մոռացել եմ, հիշեցրեք։ Այո։ Դե 19-ին շատ այսպես իմպուլսիվ, այսպես տաքարյուն ընտրությունն էր ֆեյքերին հանելու եւ այլն, այսպես կարծիք էր ստեղծվել, որ հայրապետյանական ֆեյքերի եւ նոր այս եկող Մելիք-Բեկյանի ՀԿ-ների պայքարն է լինելու եւ ընտրությունից առաջ քվեարկություն գնաց ֆեյքերին հանելու եւ Մելիք-Բեկյանը ընտրվեց առանց այդ ֆեյքերի, հիշում եք, այս ընթացքը այդպես եղավ։ Դուք ընտրության ժամանակ հարց բարձրացրեցիք, կարծեմ այդ ֆեյքերի հանելու կապակցությամբ, եւ ես սխալ հասկացա ձեր հարցադրումը եւ այո, մի քիչ այնտեղ դրա համար ես ներողություն խնդրեցի իմ սխալի համար։ Այդ ժամանակ հետադարձ նայելով իմ կարծիքով այդ ընտրությունները կեղծվեցին։ Ինչի համար, որովհետեւ առաջին հերթին նախ միջև 18 թվականին ես հիմա կասեմ եթերով եւ այդ մասին խոսել եմ, ես այն ժամանակ աշխատում էի Փյունիկ ֆուտբոլային ակումբում, մեզ իշխանությունից զանգեցին եւ ասացին այս մարդուն պետք է ընտրեք որպես գործկոմի անդամ, այսպես հեռախոսը վարձին, ասեն բարև ձեզ, այս մարդն է, դուք պետք է ընտրեք այս տեխնացուին։ Ու մենք սենց այն վրաս միմինոյն վրաս кто такая Դյոդյունինը
Մենք չգիտենք անգամ ով է այդ պաշտոնյան, ինչի համար։ Հետադարձ զանգ եղավ, բայց մենք ինչի պետք է այդ մարդուն ընտրենք, չէ, ու այդ պատմությունը, որ հներին պետք է հանել, որովհետև եւ այլն։ Այդ ճանապարհով սկսվեց, հետո Վանեցյան, Նիկողոսյան, Մելիքբեկյան կռվով եւ եկավ այդ ընտրությունը, որտեղ այսպես ցետնոտի մեջ ստեղծվեց այլի այդ կարծիքը, որ Թոմաս Գրիգորյանը դա Հայրապետյանի մարդն է, Մելիքբեկյանը գալիս է, այդ պայքարը եղավ, ֆեյքերին հանեցին եւ ընտրությունը չի կարելի ասել, որ լրիվ այսպես հարթ եւ այսպես արդար գնաց, իսկ այս ընտրությունը Արազ Օզբելիզի հետ կապված ինձ թվում է դուք տեսնում եք ովքեր են ընտրում եւ շատ լավ ասաց նույն Արման Սահակյանը այստեղ եթերում Արտուր Սողոմոնյանը, որ հիմնականում այսօրվա անդամները, այո, հիմնական անդամները ֆեդերացիայի որ կան, նրանք գիտեն, որ այդ մի ձայնի համար ինչ որ բան կստանան։ Մեկի դաշտը կկառուցեն, մեկին լույս կտան, մեկին մի քիչ ավել կնստի աթոռին։ Դրա համար որ դուք ասում եք մյուս ընտրություններին ով է ընտրելու, բոլորն է գիտեն ինչ ընտրություն։ Դե լավ, դուք տարբերակ առաջարկեք։ Ես չեմ ուզում վիճարկեմ ձեր ասած այս պնդումները, մանավանդ որ ներսից եմ եղել, այդ որ ասած զանգել են, ինձ էլ են ասել, բայց գիտեք ամեն մեկին մի ձևով են ասում։ Եթե դու մի քիչ հանրային ճանաչողություն ես ունենում, քեզ քո հետ չեն կարող շատ կոշտ ձևով խոսել, եւ օրինակ իմ հետ կոշտ ձևով չեն խոսացել։ Եվ ես դες ասեմ, անկեղծորեն ասեմ, եւ ես կոշտ չասեմ, չէ, բան չասելի մի քիչ այսպես է։ Այո, ես դες անկեղծ չի եմ ուրիշ տեղ ասել եմ, թե չէ, բայց եթե ասել եմ, ոչինչ, թող երկրորդ անգամ ասեմ։ Ընտրություններից առաջ պարոն Մելիքբեկյանի հետ հանդիպել ենք այն աշխատավայրում, որտեղ ես ժամանակին աշխատում էի, եւ ես խոստացել եմ պարոն Մելիքբեկյանին, որ իրեն ձայն կտամ, որտեղ բոլոր տեխնացուները բնականաբար հանդիպում էին եւ գործկոմի անդամների եւ բազմաթիվ անդամների հետ եմ նաեւ հանդիպել, որ ասում էին դե դուք տեխնացու չունեք, մեզ կընտրեք, ամեն մեկին մի խոստում տվել են։ Ես պարոն Մելիքբեկյանին խոստում էի տվել, բայց ես չընտրեցի իրեն վերջին օրերին որոշումս փոխեցի երկու հանգամանքով պայմանավորված։ Նախ որ զգացի, որ ԿՊԱ-ական իշխանությունը մտնում է ֆուտբոլ, որի իրավունքը իրենք չունեն, ես դա իմ համար շատ տհաճ էր այդ ամենը, գիտեք։ Մի կողմից ես խոստում էի տվել պարոն Մելիքբեկյանին, մյուս կողմից ես չէի կարող այդ պայմաններում, երբ որ տեսնում եմ ամբողջ բանը այդ դահլիճի ժողովի ժամանակ գոնե երկու շարք նստած են այսօրվա բանը ազգային ժողովի նախագահը, փոխնախագահը եւ նախարարներ, այլ պաշտոն թիվ 1 բանը դա էր, որի ինձ հետ մղեց այդ բանից, որ ես չեմ կարող ընտրել, սա իշխանությունները միջամտում են այս ամեն ինչին։ Դրա համար ես իրեն որոշեցի եւ այդպես էլ արեցի, չքվեարկեցի եւ 13-7 հարաբերակցությամբ, եթե չեմ սխալվում, հաղթեց կամ ընտրվեց պարոն Մելիքբեկյանը։ Երկրորդ բանը, որ իմ դուրը շատ չեկավ, դա նա էր, երբ որ Թովմաս Գրիգորյանին, որին ես չէի ճանաչում եւ պարոն Գրիգորյանին հանդիպել եմ ընտրություններից երևի 2 օր առաջ, որտեվ ինքը իմանալով, որ ես չեմ ընտրելու, որտեվ ես այդ մասին գրառումներ էի անում, հա, ինքը ինձ առաջարկեց, որ իրեն ընտրեմ, ես իրեն էլ չընտրեցի, բայց պատճառը, որ Մելիքբեկյանին չընտրեց երկրորդը, գիտեք որն էր։ Ստեղծվել էր մի իրավիճակ, որ Թովմասին համարում էին, որ բանի պարոն Հայրապետյանի դրածոն, պարոն Հայրապետյանի մարդը, կներեք, ով է ավելի շատ պարոն Հայրապետյանի հետ աշխատել։ Արմեն Նիկողոսյան։ Մելիքբեկյանը, Նիկողոսյանը, չէ, երկար են, չէ, աշխատել։ Սա էլ իմ համար հետ լավ վիճակ չէր, եւ ես որոշեցի, որ ոչ մեկին ձայն չեմ տալու։ Երկրորդ ընտրությունների ժամանակ արդեն այո, արդեն ակնհայտ էր պատկերը։ Ես էլ չէի գնալու այդ ընտրություններին, ինչպես օրինակ Շիրակը չմասնակցեց այդ ընտրություններին, որտեվ բան կար էլի, եթե դու մասնակցում ես, ինչ որ տեղով նաեւ լեգիտիմացնում ես այդ ընտրությունները, ես չէի գնալու այդ ընտրություններով, կամ եթե գնայել, ավելի շուտ կգնայի, բայց չէի քվեարկի, որտեվ նաեւ ես ուզում եմ հարգենք մեր ֆուտբոլային ընտանիքին։ Եթե մենք մեզ չենք հարգում, հա, այդ ժողովներին չենք մասնակցում, ով պիտի մեզ հարգի։ Բայց վերջի պահին խնդրանք եղավ, որ Արազ Օզբիլիսի օգտին քվեարկեմ։ Ես Արազին ասել եմ, որ 3 ձայն է ստանալու, դրանցից մեկը ես եմ լինելու, եւ ես քեզ կքվեարկեմ, հատուկ բան կգամ եւ կքվեարկեմ, եղավ այնինչ եղավ։
Այո, եղավ այն ինչ եղավ եւ ինչպես խոսում ենք հաջորդ ընտրություններին էլ եթե բան չփոխվի, ամեն ինչ լինելու է նույն սցենարով։ Հիմա որ այսպես ամփոփ ենք, հա, մեր այսօրվա տխուր իրավիճակը հայկական ֆուտբոլում, մենք հատկապես ունենք լավ օրինակ վրացիների, որտեղ պետությունը միջամտում է եւ մենք անդադար շեշտում ենք, բայց դա մեր ցավոտ թեման է, առաջին նրանց մարզադաշտերը եւ մանկապատանեկան ֆուտբոլը եւ աջակցությունը թե անհատ ներդնողների, թե ակումբին։ Հիմա ինչպես երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրան միշտ այսպես դրսևորում է որպես ֆուտբոլասեր, ֆուտբոլ սիրող մարդ եւ հեղափոխությունը սկսելուց առաջ նա հիշում եք առաջինը Խանջան փողոցով անցնելուց գնդակը նետեց դեպի այո, նետեց դեպի ֆուտբոլի ֆեդերացիա։ Հիմա անցավ 7 տարի եւ դուք եք փաստում եւ բոլոր մասնագետներն են փաստում, որ ֆուտբոլը կատաստրոֆիկ անդունդի մեջ է։ Ինչպես անել, որպեսզի իհարկե երկրի ղեկավարությունը ամեն ինչ տենում հասկանում է եւ բոլորն ասում են դե բան չի փոխվելու, բայց ֆուտբոլասեր մարդկանց համար ինչպես դուք եք, ես եմ եւ հազարավոր, ովքեր հասկանում են թե ինչ ուժ է ֆուտբոլը, թե մեկ հաղթանակ ինչպես է փոխում ազգի տրամադրությունը հատկապես այս իրավիճակում, որ տնտեսական ակտիվությունը կարող է բարձրացնել այդ հաղթանակներով ոգևորված իհարկե։ Գիտեք, ես այսպես շեղում լիրիկական, ես Դանիայի արտագնա խաղին 4-0 հաղթեցինք, ես այնտեղ էի եւ մենք այսպես գլխիկոր գնացել էինք Դանիա, Մալթային այստեղ պարտվել էինք եւ մենք որ վերադառնում էինք, այսպես են օթանավականում գալի մեր ձեռքը սեղում են, ասում էին ապրեք ու այդ զգացողությունը ինձ թվում է իմ կյանքը մի 10 տարով երկարացեց, որտեղ դու քեզ հպարտ ես զգում, այն էլ այս իրավիճակում, որ մենք բոլորս գլխիկոր ենք ապրում։ Ինչ մենք հասարակ քաղաքացիներս, լրագրողները, երկրպագուները, որոնք այդքան ընդվզում են, այդքան տեսնում եք զրկանքներ են կրում, ինչպես հասցնենք ինչ որ մի օղակների, որ անդունդի եզրին են կամ արդեն անդունդում են։ Հիմա մյուս տարի ընտրություններ են։ Ես ակնկալում եմ, որ ֆուտբոլային լավ մենեջեր կկարողանանք մենք կկարողանանք ընտրել, հուսամ, որ իշխանությունները չեն միջամտի, իրենց մարդուն չեն պարտադրի ֆուտբոլային ընտանիքին, հուսանք, բայց դրա երաշխիքը ես չունեմ։ Ես մի երաշխիք կարող եմ տալ, որևէ իշխանություն կոնկրետ իմ վրա չի կարող ճնշում բանեցնել, որպեսզի ես ընտրեմ կամ չընտրեմ այս կամ այն տեխնացուին, բայց ամեն մեկը իր համար կարող է նման պատասխանատվորեն այդպիսի բան ասել։ Չգիտեմ, հուսամ, որ մենք կարողանանք ընտրել ավելի լավ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, պետությունը կշրջվի դեմքով դեպի ֆուտբոլը, լուրջ կմշակվի ծրագիր, ինչի մասին խոսեցինք մենք, որ պետությունը պետբյուջեի շրջանակներում կօգնի ֆուտբոլային ակումբներին եւ աշխատանքով, ամենօրյա աշխատանքով հասնել այդ վիճակին, բայց այդ վիճակին մենք կհասնենք, կրկնում եմ 10-15 տարի հետո, եթե այսօր սկսենք, այո, եւ պետք չի, գիտեք, քաղաքականության մեջ, քանի որ ես ինքս քաղաքական լրագրող եմ ավելի շատ եմ օգտագործում հայկական մաքսիմալիզմ ձևակերպումը, երբ որ հայ ժողովուրդը իր ուժերը ճիշտ չի գնահատում, մի հատ էլ թերագնահատում է հարևանների ուժերը ու ամեն անգամ դառապարտություն է կրում ու ասում է վայ ես ինչու այսպես եղավ։ Նույնը ֆուտբոլում է, պետք չի ակնկալիքներ ձևավորել, որ մյուս տարի ու այդ ակնկալիքները էլի ձևավորվեցին Իռլանդիային հաղթելուց հետո։ Բոլորը մտածեցին, որ բայց անկեղծորեն եմ ասում, իհարկե ես այդ ժամանակ չէի կարող գրեմ, որովհետև ի վերջո, գիտեք, ես ինչքան էլ որ այս իշխանություններին տանել չկարողանամ, ես չեմ կարող չուրախանալ իմ երկրի հաջողություններով։ Եվ ես էլ էի շատ ուրախացել։ Եվ այդ Իռլանդիայի հաղթանակը ես կրեդիտը չէի տալիս իշխանություններին, ինչպես շատերն են տալիս եւ չեն ուրախանում, ասում են, վայ, այս դեպքում կրեդիտը, ես այդպիսի բան չունեմ։ Եվ ես շատ էի ուրախացել, բայց մեջս վստահ է, որ մենք խմբում վերջի տեղն ենք զբաղեցնելու։ Որտեղ եթե ֆուտբոլից մի քիչ հասկանում ես, տեսնում ես ինչ հավաքականներ է։ Եվ այո, 10-15 տարի հետո մենք կարող ենք արդեն ունենալ հավաքական, որը կարող է պայքարել եւ լինել այն երջանիկ ազգերից մեկը, որ չգիտեմ 15 տարի հետո որտեղ է լինելու աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունը, որպեսզի մենք էլ ուրախանալու առիթ ունենանք։ Եվ այդ առիթը մենք երբեք էլ չենք ունեցել եւ
հիմա շատ հեռու ենք դրանից եւ պետք չի ձևավորել այդ ակնկալիքները, որ Մելիք-Բեկյանին փոխեցին կլինի, այ Եղիշե Մելիքյանը եկավ, այ ինքը կարող է մի բան անել։ Մի բանով չի լինելու այդպես։ Քանի դեռ չի տարվել համակարգված քրտնաջան աշխատանք բոլոր այդ օղակներում։ Դուք խոսեցիք մարզային ֆուտբոլից, մի բան եմ ուզում ասել, չգիտեմ անկախությունից հետո մենք մարզային ունեցել ենք, բացի Վահան Բիչախչյանը, որը իհարկե հասել է ազգային հավաքական եւ նաեւ բավականին առաջ է գնացել Լեհաստանը միջին կարգի առաջնություն է։ Մենք չենք տալիս, չէ՞ ֆուտբոլիստ։ Այս հարցը պիտի տալ։ Ինչն է պատճառը, որ երկրի բնակչության 1 միլիոն գյուղական շրջանները, այսինքն այդքան անճարակ են, այդքան թույլ են, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ չկան ենթակառուցվածքներ։ Դրա համար է միայն Վահան Բիչախչյան տվել։ Էն էլ գիտեք ինչու է տվել, որտեղ կա Շիրակ ֆուտբոլային ակումբը, որը ունի բավականին լավ ենթակառուցվածք։ Սա է։ Եթե մենք ուզում ենք, պետք է վաղվանից, այսօրվանից սկսենք աշխատել։ Ես այդ Իռլանդիայի հավաքականի հաղթանակը հիմա որ ասեմ, գիտեմ վատ մեկնաբանություններ են գրելու, բայց ինձ համար այդ հաղթանակները մեզ վնասում են, որովհետև վերջին 10 տարին, ինչպես դուք գիտեք, մեր այդ մաքսիմալիզմը հաղթանակներով ուրախանալու, մենք մեկ հաղթանակից հետո արդեն մեզ աշխարհի առաջնության ենք տեսնում, բայց դա կորցնում է մեր զգոնությունը եւ հասկանալու իրական միշտ այդպես եղել։ Արթուր Պետրոսյանն եկավ, եթե չեմ սխալվում, Շալանդից հետո, չէ՞, մի անգամ 16 թվականին, չէ, թե այնտեղ արանքում եղավ։ Նա եկավ, առաջի խաղը հաղթանակ եղավ, եթե չեմ սխալվում Մոնտենեգրոին, եւ այսպես ամեն սխալ, ամեն խնդիր մոռացվեց, բայց իրականում կոնկրետ ես չուրախացա Իռլանդիայի ես ուրախացա, որ դա Իռլանդիան էր, որտեղ ինչ եք ասում։ Մեր սկզբունքային մրցակիցն է, հասկանում եմ ինչ եք ասում, այո։ Մենք այդ խաղից հետո ունեցանք։ Ես էլ եմ համաձայն ձեզ հետ։ Ես էլ եմ համաձայն, այո, որովհետեւ երբ որ դու այդ երազանքների վրա ես ամեն ինչ կառուցում, պարզա որ հետո դառնում է 9-1, 9-0, մի հատ էլ 9-1 եւ այլն եւ այլն։ Համաձայն եմ ձեզ, իհարկե։ Այն որ ասացիք մյուս տարի եթե իշխանությունը չմիջամտի եւ չպարտադրի իր Ես տեղեկություններ ունեմ, որ արդեն իսկ սկսել է միջամտել։ Ես այնտեղից էլ չունեմ հույսեր։ Ես որ ասում եմ հուսամ, ես բան չունեմ, որովհետեւ տեսնում եմ հիմա process է գնում ֆեդերացիայի ներսում։ Ու ինձ զարմացնում է, որ մարզական լրագրողները այս մասին չեն գրում։ Ինչու չեն գրում։ Չգիտեն ինչ խմորում է գրում։ Ես դες կրկին ասեմ, դուք կարող եք ինձ ասել դուք եք լրագրող, բայց ես այստեղ խոսում եմ որպես ընտանիքի փոքր անդամներից մեկը, եւ ես չեմ ուզում, որ օգտագործեմ իմ լրագրողի գլխարկը եւ այդ բաների մասին գրեմ, բայց կարծում եմ ժամանակն է, որ մեր ֆուտբոլային մեկնաբանները այս թեմայի մասին գրեն։ Ես մոտ մի քանի ամսվա այսպես տեղեկությունով ասեմ, որ երբ խոսակցություններ կան եւ այսպես ներսից, որ եթե այս տանդեմը փոխվի, իհարկե ավելի շատ Մելիք Բեկյանի անունը շոշափվում էր, կարծես Նիկողոսյանի անունը այս պաշտոնում կրկին գալու է մարդ, որը լինելու է իրենց թիմից, ուղղակի Գումարելինի տեղերն է փոխվում։ Հայ ժողովուրդը որքան է մեր թերություններից խոսանք, մեր այսպես էմոցիաներից, մեր այսպես պսևդոպատրիոտիզմից, բայց կառավարման առումով շատ տաղանդավոր մարդիկ ունենք ամբողջ աշխարհում։ Արդյոք չեք տեսնում մարդկանց կամ արդյոք շփվել եք հաջողակ հայերի հետ, ովքեր կարող են բերել իրենց գիտելիքները ներդնել եւ զարգացնել հայկական։ Կարող է, կարծում եմ կան այդպիսի մարդիկ, ես հենց դա էլ նկատի ունեի եւ լավ կլինի, որ հենց այդպիսի մարդիկ լինեն, որոնք նախ ունենան, գիտեք, շատ կարեւոր է, որ իրենք աշխարհին նայում են ոչ Երևանի պատուհանից, ավելի լայն պատուհանից են աշխարհը տեսնում, այդպիսի մարդիկ կարծում եմ կան ֆուտբոլային աշխարհում եւ իրենց փորձով, իրենց գիտելիքներով, իրենց ունեցած նաեւ ֆինանսական միջոցներով, սա էլ եմ ես կարևորում, այո, կարող են բան փոխել հայկական ֆուտբոլում։ Այսինքն նրանք կան։ Այո։ Ուղղակի նրանց չեն թողնում մոտենալ, թե նրանք դեռ այդքան մոտեցած չեն այս պահին ֆուտբոլին։ Եվ որպեսզի նրանք գան այդ մարդիկ, չգիտեմ, հավանաբար նույն մարդկանց մասին է իմ եւ ձեր ուղեղի մեջ իմ այդ նույն մարդկանց ենք մենք, հա, բանանում, չենք ուզում անուններ տալ, որովհետեւ դրա Ես գիտեմ մի քանի մարդ։ Ես էլ գիտեմ մի քանի եւ վստահ եմ, որ այդ նույն մարդկանց մասին ենք մենք խոսում, բայց չեմ ուզում, որ հիմա անունները տանք։ Ես կարծում եմ երկու խնդիր կա։ Առաջին, նրանք չեն ընկալվում իշխանությունների մարդ, եւ երկրորդ, այդ մարդիկ իմ համոզմամբ պետք է այնուամենայնիվ
այո, վերջին տարիներին զբաղված լինեն հայկական ֆուտբոլով։ Իհարկե սա կարող եք համարել արհեստական խոչընդոտ, որ դե ինչ պարտադիր է զբաղված լինեն, որովհետև եթե այդպես ենք նայում, ապա շատ քիչ ընտրության հնարավորություն ենք մենք ունենում, դա էլ եմ հասկանում, բայց կարելի է այդ երկուսը համատեղել եւ լավ ընտրություն կատարել։ Բայց ես նաեւ չեմ ուզում արժե զրկեմ ֆեդերացիայի անդամի ձայն ունեցող 34 ակումբների դերակատարությունը։ Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ նաև մենք, ոչ թե նաև մենք, այլ մենք ենք ընտրություն կատարել։ Ընդ որում, այդ ընտրությունը փակ գաղտնի է։ Հավանաբար ես եմ, որ էլի բան չունեմ, այսպես հանգիստ ասում եմ, որ օրինակ ես կարող էի չասել, որ ես Արազին եմ ընտրում Օզբիլիսին, եւ ասի Դե այստեղ գտնելը դժվար չէ, եթե Փյունիկ Ուրարտուից բացի հա, գուցե հեշտ կլիներ, բայց ես միշտ փորձում եմ առաջինը ասել այդ մասին եւ ընտրություններից առաջ էլ հետո էլ անպայման կասեմ, որպեսզի կասկածներ չլինեն, բայց կարծում եմ ֆուտբոլային ընտանիքի այդ անդամներն էլ չպետք է նրանց թերագնահատել, որովհետեւ մարդիկ են, ակումբներ են, որոնք շատ մեծ ներդրումներ են կատարել հայկական ֆուտբոլում եւ իրենք չպետք է ենթարկվեն իշխանությունների այս ճնշումներին։ Այսինքն ինչի եք մտածում, որ եթե նրանք ոչ ասեն իշխանություններին, անպայման լինելու են հալածանքներ եւ այլն եւ այլն։ Մի անգամ եկեք որոշենք, որ մենք ենք ընտրություն կատարում։ Իսկ մի ուրիշ հարց տամ հիմա, սա կարող է հարց չանել, ռետորական հարց համարենք։ Նախկին ընտրություններում այդպես չի եղել։ Ասենք օրինակ Վանեցյանը ո՞նց է ընտրվել։ Ռետորական եմ հարց տալի։ Սուրեն Աբրահամյանը ո՞նց է ընտրվել։ Ով էր Սուրեն Աբրահամյանը։ Բաններ, չէ։ Ինձ մի քիչ Սուրեն Աբրահամյանը դժվար կլինի պատասխանել, փոքր է, բայց Վանեցյանը ինչպես ընտրվել, ես հիշում եմ։ Ուզում եմ ասել, բոլոր այս բաներում էլ իշխանությունները իրենց միջամտությունը Որովհետև ֆուտբոլը դա այնպեսի ուժ է, որ բոլորն են հասկանում։ Ճիշտ է, հասկանում եմ, բայց այս դեպքում նաև անհասկանալի էր, թե իշխանությունները ինչու էին անընդհատ հավատում ֆեդերացիայի այս ղեկավարությանը, որովհետև գործընթացները բացարձակապես էլ չէին գնում իշխանությունների օգտին, չէ՞, որտեղ մարդիկ դուրս էին գալիս փողոցներ, խաղերը դադարեցում էին եւ այլն եւ այլն։ Հետաքրքիր բան ասաց Էդուարդ Քալանթարյանը մի քանի եթեր առաջ։ Շատ լավ հարցազրույց էր, ես լսել եմ ինչպես ձեր բոլոր հարցազրույցները։ Շնորհակալ եմ շատ։ Նա այդ հարցադրումը դրեց, որ 19 թվականի ընտրություններին, երբ պարտադիր պայման էր տեխնացուի, որ նա պետք է ֆուտբոլային գործունեություն ծավալեր Հայաստանում, Մելիք Բեկյանը արդեն բավական երկար տարիներ ոչ մի ֆուտբոլային գործունեություն չէր անում, իր կայքն էր վարում, որը ոչ մարզական կայք էր, միջ այդ նա եղել էր մեկնաբան, բայց այդ դադարը մեծ էր։ Եվ այն, որ այո, այդ ցանկացած մարդ հասկանում է, որ իրեն կարճ ժամանակ է տրված ղեկավարելու եւ հատկապես եթե նա վատ է ղեկավարում եւ փորձում է մաքսիմալ այդ օգուտները քաղել, որովհետեւ բոլորը գիտեն, որ ժամանակները այսպես խապուսիկ են։ Մեր հաղորդումը այսպես գիտեմ այսօր բազմաթիվ հարցազրույցներ ունեք, ձեր ժամանակը շատ չտանել համար, այսպես ընդհանրացնեմ բլիցից առաջ Մարկ Տվենը ասում էր, եթե մեր ձայնից ինչ-որ բան կախված լիներ ընտրություններում, մեզ չէին թողի մասնակցել ընտրություններին։ Դուք որքանով եք կիսում նրա կարծիքը։ Դե, ինչպես էր ասում, եթե մեր ձայնից ինչ-որ բան կախված լիներ ընտրություններում, մեզ չէին թողի մասնակցել։ Համաձայն չեմ այդքան էլ համաձայն չեմ։ Դրա մեջ իհարկե կա ճշմարտություն, բայց եթե լինի որոշակի կոնսենսուս համախմբում, ես կարծում եմ, այո, կարող են ֆուտբոլային ընտանիքը կարող է ինքը ունենալ իր տեխնացուին։ Ես չեմ ասում, որ իշխանությունները այտենց հանգիստ թողելու են, էլի ֆուտբոլից հրաժարվելու են, դա չեմ ասում, ուրիշ բան եմ, ես ասում եմ, որ ֆուտբոլային ընտանիքը ինքն է ավելի շատ վախեցել եւ ինքը քայլ չի արել։ Դու մի հատ դու քայլը արա ու տեսնենք իշխանությունների արձագանքը ինչպիսին է, կարող է իրենք համակերպվեն այս վիճակի հետ, ով է ասել, որ անպայման լինելու են հալածանքներ, չգիտեմ, դժվարություններ եւ այլն։ Ֆուտբոլային ընտանիքը իր քայլը չի անում եւ իր քայլ չանելը պայմանավորում է իշխանությունների կողմից հնարավոր ճնշումներով։ Եկեք մենք մեր քայլը անենք ու տեսնենք իշխանությունները ինչ են անում ու նորից ինձ կհիշեցնեք Մարկ Տվենի ասածը։ Լավ, սպասենք մի քիչ եւ հուսանք, որ մեր երկրի ղեկավարությունը վերջնական այդ գաղափարին կգա, որ իրոք ֆուտբոլը շատ տխուր վիճակում է, իսկ ֆուտբոլը շատ բան կարող է փոխել մեր երկրում։ Ես սիրում եմ բլից հարցեր տալ։ Բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։
աշխարհում։ Այո։ Դե իմ մանկության շրջանից եկել Մարադոնային պիտի ասեմ, որովհետև ֆուտբոլը սկսել եմ սիրել Մարադոնայով, բայց դե Մեսսին, Ռոնալդո, բայց Մարադոնա հավանաբար։ Ձեր դիտած ամենահետաքրքիր աշխարհի առաջնությունը։ Էլի շատ տպավորվել է առաջի աշխարհի առաջնությունը ոչ 82-ին, երբ որ Իտալիան հաղթեց եւ այնտեղ Մարիո Ռոսիանն ու հիմա չեմ հիշում Ռոսիեր 3 գոլ խփեց, այդ առաջնությունն էր ու մեկ-մեկ զարմանում եմ, ասում եմ սև սպիտակ այդ հերոստացը ոնց էին մենք ֆուտբոլ նայում, շատ է տպավորվել այդ առաջնությունը, այո, այդ առաջնությունը, այո։ 2026 թվականի աշխարհի առաջնությանը որ հավաքականին եք սատարելու։ Շատ եմ այդ մասին մտածում, նայում եմ քարտեզին, մեր հարևաններից Իրանն է խաղալու, Իրան Իսլամական Հանրապետությունը, այս մի բան, որ կարող եմ երկրպագել, նախկին խորհրդային տարածքից Ուզբեկստանն է խաղում, ինչու որ չգիտեմ, գուցե ինչ-որ նոստալգիկ բան եմ ասում, այն ժամանակ շատ լավ եմ հիշում Պախտակով թիմ կար այդ Բարսագն խմբի առաջնությունում։ Ես անկեղծ ասած այդպես հիմա առաջ ես ֆուտբոլասեր եմ ինձ համարում, բայց այսպես մոլի ինչ-որ մեկին ես ֆուտբոլին նայում եմ որպես, ինչ ասեմ, որպես մի հատ ներկայացում, որի ամեն սցենարը նախապես չի գրվում եւ գրվում այդ 90 րոպեների ընթացքում եւ ես կարող եմ ես Անգլիայի առաջնությունն եմ շատ սիրում նայել եւ Լիվերպուլ, ասենք, օրինակ Սիթի խաղը նայում եմ, ավելի շատ Լիվերպուլի երկրպագու եմ, բայց երբ որ Մանչեսթերը հաղթում է, շատ չեմ տխրում։ Ես ֆուտբոլի սիրահար եմ, գեղեցիկ ֆուտբոլի եւ այդպիսի բան չունեմ, որ ասեմ, հա, կուզենամ Սալինի եւ շատ կտխրեմ, էլի, այդպես ֆանատ բան չունեմ ֆուտբոլի նկատմամբ։ Իհարկե, եթե լիներ Հայաստանի ազգային հավաքականը, պարզ է։ Ես նույնիսկ որոշել էի գնալ Միացյալ Նահանգներ, բայց մտածում եմ գնամ ինչ նայեմ, չգիտեմ, Հայաստան չկա այնտեղ։ Հետո այս եկող աշխարհի առաջնության աշխարհագրությունը շատ մեծ է։ 3 երկրներում, այո։ Պատմության լավագույն մարզիչը։ Բոլոր ժամանակների դե հավանաբար Պեպը։ Եվ ոչ ֆուտբոլային մի քանի հարց, ձեր ամենասիրելի գիրքը։ Ամենասիրելի գիրք, ես այնքան շատ գիրք եմ կարդացել։ Վիլյամ Սարոյան, կարճ short stories, կարճ պատմվածքներ, իմ անունը Արամ է, էլի մանկական հիշողություններ, բան։ Վիլյամ Սարոյան, Հեմինգուեյ, շատ կան, այնքան շատ եմ կարդացել։ Սարոյան։ Ֆիլմը։ Ֆիլմ, անմահ ֆիլմ է դա, չգիտեմ, մենք ենք մեր սարերը։ Այդ ֆիլմը, անկեղծորեն եմ ասում, երևի մի 200 անգամ նայել եմ, ու ամեն անգամ, երբ որ որևէ ալիք վրա տեսնում եմ, էլի նայում եմ։ Դա հանճարեղ ֆիլմ է, մենք ենք մեր սարերը։ Ամենագեղեցիկ դերասանուհին ձեզ համար։ Անի Խաչիկյանը գեղեցիկ է շատ, հա։ Անձամբ նաև ճանաչում եմ իրեն, այո։ Նաև շատ լավ մարդ է։ Եվ վերջում մշտական հարցը։ Աստծուն հանդիպելուց ինչ կասեք նրան։ Մի բան պետք է ասեմ։ Այո։ Կասեմ շնորհակալություն, որ ստեղծել ես այս սիրուն մոլորակը եւ նաեւ այդ ինձ էլ բախտ եմ ունեցել ես էլ լինել այս մոլորակում քո շնորհիվ, այսքանը։ Շնորհակալ լինել շատ լավ բան է, ձեզ շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, ձեր գործերին հաջողություն եւ հավատանք լավ օրերին հայկական ֆուտբոլը։ Դե պետք է հավատանք, իհարկե։ Այո, շնորհակալություն։ Հաջողություն։